Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Մեր օրերում կարծում եմ գիտությունն ու տեխնիկան այնքան արագ են զարգանում, որ նույնիսկ եթե ամեն հաղորդմանն էլ այդ թեմայից խոսենք եւ հյուրեր հրավիրենք, ինչ որ մի բանից անպայման հետ կմնանք։ Այսօր փորձելու ենք մի փոքր այդ բացը լրացնել եւ տեսնել թե ինչ նորություններ կան առհասարակ այդ ոլորտից մեր երկրում։ Arm-Drone համայնք հասարակական կազմակերպության հիմնադրի եւ կասենք թե ինչ մրցարշավի մասին ենք խոսելու Հայկ Կարապետյանի եւ Հայկ Սարգսյանի հետ։ Դու կարող ես մի փոքր ասել, այո։ Մայիսի 15-ից 17-ը Երևանում կանցկացվի Արևմտյան Ասիայի FPV դրոնների ռեգիոնալ մրցարշավը, այն կհամախմբի տարածաշրջանի լավագույն օդաչուներին եւ ոլորտի ներկայացուցիչներին, ստեղծելով բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման նոր հարթակ Հայաստանում եւ ինչպես արդեն նշեցինք, Հայկ Կարապետյանը եւ Հայկ Սարգսյանն են մեր հյուրերը։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն։ Որքան հասկացանք, այնքան ներկայացրեցինք։ Երբ ասում են դրոն, առաջին հերթին բնականաբար հարսանիք, կնունք, ծնունդ պատկերացնում են գեղեցիկ թռչնի բարձրությունից, հա, կադրեր, հասկանանք սրանք այդ դրոնների մասին է, FPV դրոններ, ինչ են իրենք։ Փոքր այո, բացենք նաև հեռուստադիտողի համար։ Իհարկե, FPV-ն բացվում է first person view, հայերեն թարգմանաբար դիտում առաջին դեմքից, երևի մեր հայրենակիցները ավելի շատ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ հանդիպած կլինեն, որ FPV ակնոցները հագնում են իրենց աչքերին, վահանակի միջոցով ղեկավարում են, դրոնը լինում է կիլոմետրերով հեռու իրանցից ու իրանք տեսնում են հենց դրոնի տեսախցիկի պատկերը։ Այսինքն ռազմական նշանակության էլ կարող է լինել։ Չէ, ուղղակի ավելի sense trend-ային դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, քանի որ $2000 սարքը խոցում էր $50 միլիոն տեխնիկա ու բավական տենց արդյունավետ զինատեսակ է դարձել ամբողջ աշխարհում ու երևի տենց երկիր չկա, որ այդ ձևով արդեն պատերազմ չի վարում, էլի դրա համար ոնց որ այդ ձևով պոպուլյար դարձավ, բայց մինչև այդ ընդհանուր FPV դրոնները, FPV drone racing տերմինը կար ու ոնց որ դա է էլի ավելի շատ բանը նպաստել, որ շատ արագ դա նաև ռազմականում կիրառվի։ Իսկ ասեք դուք որպես Arm-Drone համայնք ՀԿ-ի հիմնադիր, ինչպես այս գաղափարը առաջացավ Երևանում անցկացնել մրցաշար, ինչու հիմա։ Իրական շատ երկար պատմություն ունի, ինքս ապրիլյան պատերազմից հետո եմ սկսել դրոններով զբաղվել, այն ժամանակ ոնց որ տեսել եմ թե ոնց են կիրառում ընդհանուր կամիկաձե սարքերը, հետո հետաքրքրվեցի, մոտ շուրջ 10 տարի արդեն զբաղվում եմ սրանով։ Հայկն էլ իմ աշակերտներից արդեն մոտավորապես 4 տարի, թե ավելի 4 տարի մոտավորապես գալիս այն մոտ, դե այնտեղ տենց ոնց որ խմբակի մակարդակ էր, ես էլ իրանց հետ ոնց որ պատրաստելով, սովորելով, հետո աշխատել եմ տարբեր ռազմարտությունաբերության ընկերություններում, ոնց որ որոշել եմ այդ ուղղվածությունը վերցնեմ, այդ ուղղվածությամբ առաջ գնամ։ Այսինքն դուք ինքներդ պատրաստում եք նաև։ Այո, ամեն ինչ անում եմ FPV դրոնների հետ կապված արդեն, այն ժամանակ ինքնաթիռանման սարքերի հետ էլ էինք աշխատում, հիմա ոնց որ ավելի շատ այդ ներ մասնագիտականն ենք դրել ու ավելի ոնց որ պրակտիկ նշանակություն ունեցող սարքերի վրա էլ ինչը FPV դրոններն են։ Այդ ժամանակվանից ոնց որ հետաքրքրությունը առաջացավ, սկսեցինք աշխատել ու որոշեցի, որ ոնց որ աշխարհում է լինում ընդհանուր ինքը FPV drone racing-ը միջազգային սպորտաձև է։ Հայաստանում ընդհանրապես դրա մասին տեղյակ չէին լսել, չգիտեին դա ինչ է։ Որոշեցի մրցում անցկացնեմ, մրցույթ անցկացնելու ժամանակ, այն ժամանակ ռուս ռելոկանտներն էին Հայաստանում, մոտավորապես 12 հոգանոց մրցում կազմակերպեցինք, որոնցից 8-ը ռուս ռելոկանտներ էին։ Իսկ ի՞նչ է ենթադրում մրցումը այս։ Հա, մրցույթը արգելքներ են լինում ու այդ արգելքները պետքա օպերատորները փորձեն հաղթահարեն։ Ամենաարագ հաղթահարողները ճանաչվում են հաղթող, այսինքն արագության, հա, արագության եւ ճկունության մոտավորապես կարելի է անալոգիան տանել Ֆորմուլա 1-ի հետ։ Որ երկրներից են լինելու ներկայացուցիչներ։ Դրանք անդրադառնա, ընդհանուր ուզում եմ պատմությունը ոնց որ բանանեմ, ավարտին հասցնեմ։ Այդ ժամանակ 12 հոգանոց ոնց որ մրցույթ արեցինք փոքր, հասկացանք, որ Հայաստանում ընդհանրապես ոլորտից հասկացող մարդ չկա ու բոլորը պատկերացնում են ոնց որ FPV դրոնները որպես այսպես ասած մավիկների կամ այդ օթում հարսանիք նկարող այդ դրոնների պես էին պատկերացնում, ոչ մեկ չէր հասկանում այդ FPV-ն ինչ է, սկսեցինք դասընթացներ անել ու արդեն երկրորդ տարին արեցինք այստեղ Հայաստանում մրցույթ, իմիջիայլոց մենք առաջինն ենք Հայաստանում, որը որ գրանցված է որպես համայնք ու այս նմանատիպ գործունեություն է ծավալել, փորձել է մարդկանց միավորի, սովորեցնի,
մի քանի հազարից ավել աշակերտներ եմ ունեցել տարբեր տարիքային խմբերից ու արդեն երկրորդ տարին մրցույթը, որ արեցինք այդ դասընթացներից հետո, մոտարապես 80 մասնակից ունենք, որոնցից մոտարապես 90%-ը հայ մասնակիցներ են, այդքան ոնց որ աճ գրանցեցինք մոտ տարի ու կես ժամանակահատվածում, արդեն նրանք սովորում են պատրաստել եւ կառավարել ամեն ինչ որ մտնում է այս գործի մեջ, քանի որ ինչպես նշեցի, տարբերվում է հարսանիք նկարող դրոններից, այստեղ ամեն ինչը ոնց որ բոլոր կոմպոնենտները դու ինքդ ընտրում ես, հավաքում ես, այնտեղ կա զոդման էլեմենտներ, այդ զոդում են սովորում են ինժեներություն, պետք է հասկանան թե որ սարքավորումը կոնկրետ որի հետ պետք է միացնեն, հետո պետք է կարգավորումներ անել, հետո նոր ամենավերջում գալիս է լավ թռիչքը, այսինքն այդ ամբողջի համախմբությունը նոր բերում է, այսպես ասած, լավ մասնագետի, հմուտ օպերատորի, ով որ կկարողանա մրցարշավում իր նման այլ մասնակիցների հետ մրցի եւ հաղթի։ Հայկ, կասեք, այլ մյուս Հայկը ինչպես ընտրվեց եւ ինչպես դարձավ այդ ամենի մասնիկը, հետո կխնդրեմ Հայկ դուք էլ պատմեք ձեր զգացողությունները, ինչպես որոշեցիք միանալ այս ընտանիքին, արդեն կարելի ասել։ Դե ես 4 տարի առաջ իմացա, որ Հայկը զբաղվում է այդպիսի բաներով, ինձ շատ հետաքրքրեց, ես գնացի իր մոտ դասընթացների, հետո սկզբում նախ սովորում ենք փոքր դրոնների վրա, հետո արդեն սկսեցինք մեծերի վրա աշխատել, գնալով աճ էինք գրանցում։ Ես կոնկրետ հավաքում եմ հենց հիմա FPV դրոն, զոդումը, կարգավորումները, ամեն ինչը ես եմ անում ու ուզում եմ հաղթել Հայկի մրցույթում։ Հեշտ տրվեց սովորելը, հեշտ էր արդյոք յուրացնելը, զոդումից մինչև ամեն մանրուք ուսումնասիրելը։ Դե ինքը այդքան էլ հեշտ բան չի, բայց որ մի քիչ ժամանակ տրամադրես, շատ հեշտ կլինի։ Իսկ կիրառության մեջ Հայաստանում որևէ ոլորտում արդեն ձեր պատրաստած մեր տեղական արտադրության դրոնները կան։ Իրականում տեսեք, տեղական արտադրության, այսպես ասված, պետքա տարբեր գործարաններ լինի, որ այդ կոմպոնենտները, չէ, ընդհանուր Հայաստանում չկա նմանատիպ բան, ինչի, որովհետև էլեկտրոնիկայի մեծ մասը արտադրվում է Չինաստանում։ Օրինակ, չի արտադրվում Հայաստանում հայկական արտադրության FPV դրոնի տեսախցիկ, հայկական արտադրության շարժիչ։ Այսինքն այդ ամեն ինչ որ ասում եմ, տենց հսկայական գործարանների մասին է խոսքը, որ պետքա դա լինի, որ նոր ասես, դա ոնց որ այդ երկրի արտադրանք է, էլի։ Այսինքն մենք ոնց որ եւ աշխարհում բոլորը կոմպոնենտները մեզ անհրաժեշտ վերցնում ենք եւ այդ կոմպոնենտները իրար միացնելով ստանում ենք մեր սարքը։ Հետո կարգավորումներ անում ենք, որ ինքը դառնում է արդեն մեր կոնկրետ մեզ անհրաժեշտ սարք։ Իսկ որքան այդ սարքը, այդ սարքերից կան կիրառության։ Գուցե տեղական արտադրությունը սխալ էր, բայց ձեր հավաքած, եթե կարելի այդպես ասել։ Հայկը նշեց, որ այդ սկզբունքով ենք աշխատում ու ամբողջ հենց այս ոլորտի իմաստը դրանում է, որ դու ինքդ 0-ից վերցնում ես սարքավոր կոմպոնենտները ու սարքում ես մի հատ սարք, որը հետո դու ինքդ կարգավորում ես, ինքդ ամեն ինչ անում ես, նոր վերջում թռնում ես դրան։ Դիանե հարցն նրան է, թե արդյոք կիրառության մեջ, բացի մրցույթներին մասնակցելուց, էլի։ Կիրառության ոլորտները մի քանիսն են, հիմնականը ամենահայտնին երևի նկարահանումներն են, ռազմականից հետո իհարկե։ FPV դրոններով նկարահանումներն են, երրորդը սպորտային է, ինչպես նշեցի, եւ տենց կրթական ինչ-որ գործունեության մեջ, էլի ակտիվ FPV դրոնները ամբողջ աշխարհում կիրառվում են։ Իսկ պատմեք ամսի 15-ից 17-ը ինչ են տեսնելու մարդիկ, ովքեր են մասնակցելու, Հայկը ինչ դիրքավորում ունի այս պատմության մեջ։ Հա, Հայկը մասնակիցներից մեկն է, իմ խմբակի սաներից մեկն է, ով ակտիվ մարզվում է եւ փորձում է հաղթի մրցարշավում։ Մրցարշավը, ինչպես նշեցի, ռեգիոնալ է։ Ես մոտ 1 ամիս առաջ ընտրվել եմ Արևմտյան Ասիայի ռեգիոնալ ղեկավար ամբողջ միջազգային դրոնների ֆեդերացիայի կողմից ու որոշել եմ առաջին մրցույթը անել Հայաստանում։ Այդ ռեգիոնալ ֆորմատը առաջին անգամ է լինելու ամբողջ աշխարհում, մինչև այդ ոնց որ այդ ռեգիոնալ ֆորմատը գոյություն չուներ, որոշեցին այդ ընդլայնվելու աշխարհում այդ սպորտը զարգանալուց հետո ոնց որ նաև բաժանել ռեգիոնալ մրցաշավերի, նոր այդ հիմնական ֆինալը տեղի ունենա Ամերիկայում, ոնց որ զտման մեխանիզմ է, էլի, նոր ավելացել։ Հայկ, իսկ մրցարշավին Հայաստանի ներկայացուցիչները միայն ձեր աշակերտներն են, թե այլ ընկերություններ Չէ, այդ է ներկայացնողներ ասեի, որ քանի որ ռեգիոնալ է մրցարշավը,
մասնակիցները լինելու են տարբեր երկրներից ու քանի որ Արևմտյան Ասիայի ռեգիոնալ մրցարշավը Արևմտյան Ասիայի երկրներից։ Նկատի ունեմ Հայաստանից հայկն են միայն մասնակցելու, թե այլ ընկերություններ հայկական բաց է, տարբեր կազմակերպություններ կան, անհատներ կան, մրցույթը բաց է, ովքեր կանոնակարգին համապատասխանում են, ներկայացնում են հայտը, այդ ստուգումներից հետո արդեն այդ մարդիկ կարողանում են մասնակցել։ Շատ ավելի մանրամասների համար իսկ մեծ էջերին պետք է հետևեն, որպեսզի տեղեկացված լինեն եւ կուզեմ Հայկի նախամրցութային տրամադրություններից խոսել, արդեն մոտավորապես ծանոթ եք ում հետ եք մրցելու, ինչպես եք պատրաստվել։ Դե հիմնականում իմ կարծիքով իմ մակարդակի առումով ես մրցելու եմ այլ ազգի ներկայացուցիչների հետ, շատ լարված եմ, քանի որ իրանք դե ավելի փորձառու են, բայց կփորձեմ ամեն ինչ անել որ հաղթեմ։ Իսկ ինչ կտա Հայկին հաղթանակը։ Իրականում հաղթանակը որպես այդպեսին ոչինչ չի տա իրեն։ Իր այդ ընդհանուր մասնակցությունը ավելի շատ բան կտա, քան հենց բուն հաղթանակը, որովհետև այս ջանքերը ինչ որ իրանք ներդնում են մինչև մրցույթը, այդ ամեն ինչը ավելի կարևոր է, քան հենց այդ բուն մրցույթը, որին իրանք պատրաստվելու են, որովհետև մրցարշավի հաղթելը որպես այդպեսին շատ բան իրանց չի տալիս, իրանց պետքա կարևորը իրանց գիտելիքները ամրապնդեն, զարգանան, դրսից եկած մարդկանցից փորձեն սովորեն, որովհետև այնտեղ գալու են գործող չեմպիոններ, չգիտեմ, Ռուսաստանի չեմպիոններ, չգիտեմ, աշխարհի չեմպիոններ եւ այլ այդ տիպի մարդիկ են գալու ու եւ հետո հաղթողը չի գնալու Ամերիկա հաջորդ մրցին։ Պետք է անցնեն դեռ Արևմտյան Ասիայի ֆինալը, հետո նոր Ամերիկա, ոնց որ բավական երկար, բարդ ճանապարհ կա, բայց ոնց որ այստեղից շոշափելի վերջում ինչ որ մի բան կա։ Հա, իհարկե շոշափելի։ Դե գումարային էլ կա, ոնց որ սարքերի, բայց ուզում եմ շեշտը, որ երեխաները դնեն ոչ թե գումարի, մրցանակների վրա, այլ իրենց գիտելիքների վրա, որովհետեւ դա կարող են միանալ։ Գիտելիքներից խոսեցիք, հիմա վստահ եմ շատ երեխաներ հենց Հայկի տարիքի նայում են ու հարց առաջանում ինչպես միանան եւ որքան ժամանակ է պետք դառնալ այդ ամենի մասնիկը։ Ժամանակը մինչև հիմա Հայկը սովորում է ու դեռ սովորելու է, ես էլ 10 տարի եմ, 4 տարի ինքը ինձ մոտ է գալիս ու դեռ շատ բան էլ ունի սովորելու, ես էլ մոտ 10 տարի սրա մեջ եմ ու էլի դեռ լիքը բան ունեմ սովորելու, սա ոնց որ անverջ գիտելիքների հասան շրջապտույտ է, որ պետք է անդադ զարգանաս ու փորձես մնաս սենց ռուսերեն ասած նապլավու Եթե չաշխատես քո վրա, քո գիտելիքները մոռացվելու են, հնանալու են, տեխնոլոգիաների աշխարհը շատ արագ է զարգանում, ոնց որ պետքա կանգ չառնես, ոնց որ ընդհանուր բուն ռեյսինգի մեջ է, որ կանգնեցիր, ինչ որ մեկը անցնելու է քեզ, նույնն էլ ընդհանուր էս սովորելու մեջ է։ Իսկ ասեք, բացի այն, որ եթե համարենք սա մասնագիտություն, հա, ուղղվածություն, ընտրություն, ապա ինչի հետ է նա համատեղելի, այսինքն կարելի է զբաղվել դրոններով այս ոճի մեջ եւ համատեղել ինչ որ բանի հետ, օրինակ Հայկ դու ինչի հետ ես համատեղում այս մասնագիտությունը, այսպես ասած։ Ծրագրավորման հետ, որովհետև ծրագրավորումը շատ սերտ կապված է այս դրոնների հետ, որովհետև այս դրոնները մենք ծրագրավորում ենք տարբեր մեզ հարմարացնելու համար տարբեր ինչ-որ կարգավորումներ ենք անում։ Օրինակ ես էլ կավելացնեի, որ զոդումը համարյա ինժեներության մեջ բոլոր ուղղվածություններում պետք է գալիս ու դրոնների մեջ ոնց որ այդ զոդման գիտելիքները բավական կարևոր է, եթե զոդումը սխալ ես անում, հետո այդ ընդհանուր ասենք, չգիտեմ, մուլտիմետրից սխալ ես օգտվում, սարքդ ֆիզիկապես վառվում է, նմանատիպ տենց դեպքեր շատ են եղել ու Հայկի մոտ էլ է եղել ու ոնց որ այդ գիտելիքները ունենալով արդեն ինժեներության յուրաքանչյուր ոլորտի մեջ շատ հեշտ կարելի է մուտք գործել ու այդ գիտելիքները կիրառել նաև այդ։ Շատ հետաքրքիր է, ես կարծում եմ այս ամեն ինչի միջոցով ինժեներությունը դառնում է նորից նորացել, որտեղ մեր մայրերի ժամանակահատվածում բոլոր ինժեներներ էին, բոլորը գիտեին զոդել, անգամ այո, վերային մասնագետներ։ Իսկ հիմա դարձել, բայց Հայկ եւ վերջում խնդրում եմ ասել, թե մրցարշավը արդյոք պարզապես այցելուների համար, ոչ մասնագետների, բաց է, ենթադրենք ոլորտի մասնագետների, բայց ոչ դրոն պատրաստող։ Մայիսի 17-ին ժամը 3-ից սպասում ենք արդեն բոլոր ցանկացողներին, յուրաքանչյուր անձ, դպրոցական, մեծ, փոքր բոլորը կարող են ներկա գտնվել մրցույթի հանդիսատեսի համար բաց է, հա, մեր սոցկայքերով, Armdron community սոցիալական ցանցերով կարող են գտնել բոլոր մանրամասները ու ներկա գտնվել, միջոցառմանը, տեսնել թե դրսից եկած
մասնագետների որակը, թե մեր Հայաստանի մասնակիցների որակը ու փորձել արդեն երեխաներին հետաքրքրել մրցույթից հետո կունենանք արդեն դասընթացները, դասընթացներին կարող են գրանցվել ու հաջորդ տարի ինչու՞ չէ իրանք էլ մասնակցել։ Այո, շնորհակալություն Հայկին, հաջողություն ենք մաղթում, հատկապես որ Հայաստանն է, չէ, ներկայացնում Հայկը, եւ ձեզ ձեր ձեռնարկած գործում եւս հաջողություն եւ հիշեցնում, որ մայիսի 15-ից 17-ը Երևանում կանցկացվի Արևմտյան Ասիայի FPV դրոնների ռեգիոնալ մրցարշավը, ինչի առիթով մենք զրուցում ենք Armed Drone համայնքի ՀԿ հիմնադիր Հայկ Կարապետյանի եւ մրցարշավի հայկական թիմի անդամ Հայկ Սարգսյանի հետ եւ ում հետաքրքրին ըստ մեկը հետևեն նրանց էջերին, իմանան ոնց մասնակցել, ինչպես ուղակի գնալ եւ վայելել։ Իսկ մենք կհանդիպենք քիչ անց։